Շնորհակալություն Անժելա Խաչատրյան, Ազատ դեմոկրատներ կուսակցություն վարչության անդամ մամուլի խոսնակ։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել նման քննարկումների համար, որովհետև ինչպես տեսանք, ինչպես զեկուցողները ներկայացրեցին, այս օրինագիծ օրենսգիրքը ստեղծվել է, որպեսզի ընտրողներին էլ ավելի բարդ դրության մեջ դնեն, բարդացնելով ամբողջ ընտրական համակարգը եւ ամբողջ ընտրական process-ը։ Կարևորելով նաև համախմբում, ինչի մասին խոսեցին մյուս զեկուցողներ եւ քննարկման մասնակիցները, մենք եւս կարծում ենք, որ իհարկե պետք է ձևակերպել հստակ 5 կամ 4 կամ 3 թեկուզ ամենաառաջնային եւ կարևորագույն պահանջները եւ այդպես գնալ առաջ, սակայն պետք չէ մոռանալ նաև օրենսգրքում առկա այլ բովանդակային եւ այլ կետերի մասին, որոնք բացի նրանից, որ պետք է մենք պահանջենք ցուցակների հրապարակում, քվեարկացուցակների հրապարակում, ցուցակների մաքրում, ինչը շատ կարեւոր է, նաև պետք չէ մոռանալ այն կետերը, որոնք գրված են օրենսգրքում եւ որոնք հետագայում նաև ընտրություններից հետո մի շարք խոչընդոտներ են դնում ազգային ժողովրդային անցած կուսակցությունների քաղաքական ուժերի առջև։ Նախ ուզում եմ մի ճշտում, մի դրույթի մասին խոսել, երբ որ այս օրենսգիրքը սկսեց փոփոխությունները նախատեսվում էր զուտ նրա համար, որպեսզի համաձայնվեցվեր սահմանադրությանը, նոր փոփոխված սահմանադրությանը, բայց այսօր մենք կարող ենք արձանագրել եւ այստեղ բոլորն են խոսեցին, նախագծում, օրենսգրքի նախագծում նշված է 78-րդ հոդվածը, որը իբրև թե ներկայացնում է, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունենալու համամասնական ընտրակարգով ընտրություններ, բայց այն ինչ ասում է 78-րդ հոդվածը եւ մի շարք այլ հոդվածներ, որոնք բխում են այստեղից, նույն 84-րդ հոդվածը ցույց է տալիս, որ սա համամասնական ընտրակարգ չէ։ Եվ ցույց է տալիս, որ սա ոչ թե այս փոփոխությունները արվել են ոչ թե հարմարացնելու փոփոխված սահմանադրությանը, այլ հստակորեն սա հակասում է սահմանադրությանը, դեկտեմբերի 6-ին ընդունված սահմանադրությանը, որովհետև այնտեղ 89-րդ հոդվածում հստակ ասում է, որ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը ընտրվում է համամասնական ընտրակարգով, բայց այն ինչ առաջարկվում է օրենսգրքի 78-րդ հոդվածով 50-50%-ով, սա համամասնական ընտրակարգ չի, թեև իշխանության ներկայացուցիչները նշում են մի ասեք ռեյտինգային, ասեք բաց եւ փակ ցուցակներ, բայց այստեղ ոչ բաց ցուցակ է, ոչ փակ ցուցակ է, այստեղ հստակ 50% համամասնական, 50% մեծամասնական եւ ավելի շատ մեծամասնական ուժեղացված, կենտրոնացված մեծամասնական։ Ինչ մնում է մյուս դրույթին, որ ես կանայի խոսել 97-րդ հոդվածը կոալիցիաների հետ կապված, երբ որ ասում եմ վերահսկողություն շատ կարևոր է, սակայն կարևոր է նաև հետագան, 97-րդ հոդվածով հստակ սահմանափակում է քաղաքական ուժերի միավորումներ կազմելու իրավունքը, իսկ կոալիցիա կազմելով հստակ է, որ կազմում ենք նաև ձևավորում ենք կառավարություն ձևավորման գործընթացին մասնակցությունը։ Այստեղ հստակորեն սահմանափակվում է այդ իրավունքը, ինչը եւս հակասում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը, որը ասում են, որ Հայաստանի Հանրապետության ժողովրդավար երկիր է, իսկ ժողովրդավարության կարևորագույն չափանիշներից է նաև միավորումներ կազմելու իրավունք ընձեռելը, ինչի չի ընձեռում այս օրենսգիրքը։ Շնորհակալություն։